Chanel 136 միլիոն, Kering, Gucci, Saint Laurent 59 միլիոն, Ross & X 41 միլիոն, Capri Holdings, Versace, Jimmy Choo, Michael Kors 33 միլիոն, Mayhoola 33 միլիոն, Richmond, Cartier Van Cleef 30 միլիոն, Zegna 26 միլիոն, Louis Vuitton, Dior 26 միլիոն, Christian Louboutin 26.6 միլիոն։ Միայն սրանց գումարը արդեն մոտ $431 պարկ է ժողովուրդ ջան։ Սա Saks խանութների մասին է, որը գնում է bankruptcy ժողովուրդ ջան։ Ուրեմն Neiman Marcus-ն էլ հետը, որտեղ նույն holding-ի տակ են։ Ուրեմն ինչա կատարվում Ամերիկայում, հատկապես luxury ոլորտում։ Վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացավ, որովհետև Saks Global ընկերությունը, որը ունի Saks Fifth Avenue, Neiman Marcus-ը եւ նույնիսկ Bergdorf Goodman խանութները պաշտոնապես գնացել են Chapter 11 bankruptcy, այսինքն սննկացման գործընթաց, բայց այնպես, որ ընկերությունը փորձում է վերակազմավորվել, շարունակել աշխատել ու պարտքերը կարգավորել։ Շատերը մտածում են, այս խանութները փակում են, իրականում հիմա իրենց ասածով խանութները բաց են մնալու, աշխատողներին պիտի վճարեն, վաճառքը պիտի շարունակվի, բայց խնդիրը մեծ է ժողովուրդ ջան, փող չկա, պարտքը շատ է։ Հիմա ամենակարևոր մասը, ինչից սկսվեց այս ամենը, 2024-ին Saks-ը գնաց ու վերցրեց Neiman Marcus-ը շատ մեծ գործարքով, բայց դրա մեջ եղել է մեծ քանակով պարկ ու պատկերացրեք այդ պարտքերի բեռը հիմա խեղդում է համակարգը։ Ֆինանսական խնդիրների պատճառով սկսել են ուշացնել վճարումները, բրենդների հետ հարաբերությունները փչացել են, ու մի բան էլ կա, luxury շուկան արդեն են նախկինի պես չի թռնում վերևները, մարդիկ հիմա ավելի շատ փող են ծախսում փորձառությունների վրա, ոչ թե ամեն օր թանկ շոր առնելու վրա։ Հիմա ուշադրություն, սա շատ կարևոր է, նրանք փորձում են վերցնել մոտ 1.75 միլիարդ $, ֆինանսավորում, որ կարողանան ապրանք լցնել աշխատողներին ու վենդերներին վճարել ու բիզնեսը փրկել bankruptcy ընթացքում, բայց bankruptcy գնում են։ Այս թեմայի մեջ մի հետաքրքիր բան էլ կա, Amazon-ը իր ժամանակ ներդրում է արել Saks-ի մեջ ու կար նույնիսկ համագործակցություն Saks on Amazon ձևով, բայց հիմա արդեն այդ հարաբերությունները լարված են, որովհետև sales-ը այնքան չի եղել, ինչ սպասվում էր, այսինքն ինչ սպասում էր Amazon-ը։ Նենց որ Saks-ը եւ իր Saks Holding-ը գնում է Chapter 11 bankruptcy, եթե